Բարի լույս սիրելի բարեկամներ, Երևանյան խցանումները լավ առիթ են ձերդ շփվելու, հատկապես երբ որ անձրև է գալիս ու խցանումները մի քիչ ավելի ուժեղ են։ Երեկվա միջադեպի մասին եմ ուզում խոսել, եկեղեցում տեղի ունեցած վարչապետի նկատմամբ ոտնձգության փորձի։ Ուզում եի պարզապես հիշեցնել, որ մենք էլ ենք ընդդիմադիր եղել շատ երկար տարիներ եւ անհամաձայնություններ ենք ունեցել տարբեր իշխանությունների հետ, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, բայց մտքներովս անգամ չի անցել որևէ մեկ պետական պաշտոնյայի վրա ձեռք բարձրացնել, ելուր մնաց երկրի ղեկավարի։ Ուրեմն պատկերացրեք սրանց հանդգնության եւ բարոյականության աստիճանը, որ կարող են իրենց թույլ տալ նման բան անել, ել չեմ ասում եկեղեցում, երբ որ տենց իրենք կարծես թե սրբորեն փորձում են այն իհարկե սրբորենը ճակերտներում պաշտպանել։ Դուք լսել եք հավանաբար այն արտահայտությունը, որ սրիկաների կամ տականքների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է։ Սա ուղիղ նրանց մասին է։ Այո, այդպիսի սրիկաների վերջին հանգրվանը միշտ հայրենասիրությունն է լինում, բայց կրկին ճակերտներով, որտեղ իրական հայրենասիրությունը դա չի։ Իրական հայրենասիրությունը երկիրը, երկրի օրենքները եւ երկրի ընտրված իշխանություններին նաեւ սատար կանգնելն ու պաշտպանելն է։ Իսկ այդպիսի սրիկաների իրական հանգրվանը պետք է լինի իհարկե դատարանի որոշմամբ քրեակատարողական հիմնարկներում եւ ուրիշ ոչ մի տեղ։ Ձեզ լավ աշխատանքային շաբաթ եմ մաղթում։